Սոնա Արշունեցին գրել է. Պարոն Փաշինյան, Ալիևը որպես պատերազմի հանցագործ պետք է Հռոմի ստատուտով կանգնի միջազգային Հաագայի դատարանի առաջ։ Դա միակ միջոցն է, որը կսանձի Ալիևին։ Դրա համար է ձեզանից պահանջում դատական հայցերը չեղարկեք, հետ կանչեք։ Ալիևը ցեղասպան է եւ Արցախում ցեղասպանություն է իրականացվել։ Բոլոր հիմքերը կան ապացուցելու եւ տեղավորվում են Լեմկինի ցեղասպանության բանաձևի սահմանմանը եւ նա պետք է կանգնի Հաագայի միջազգային դատարանի առաջ։ Իսկ դուք գիտեք, որ նա մեր դեմ ներկայացրած հակընդդեմ հայցերում բազում մեղադրանքների շարքում Հայաստանի Հանրապետությունից միլիարդավոր դոլարներ է պահանջում պատերազմում կրած իր վնասների փոխհատուցման համար։ Իսկ դուք նրանից պահանջել եք, որ նա մեր դեմ ներկայացրած հակընդդեմ հայցերը հետ կանչի։ Պատերազմ, որ ինքն է սկսել։ Իսկ այդ հակընդդեմ հայցերի տակից ով է դուրս գալու։ Եթե մեր պրոֆեսիոնալ իրավաբան Եղիշե Կիրակոսյանը հրաժարական տվեց։ Եթե մեր հայցերը հետ կանչվեն, իսկ Ալիևի հակընդդեմ հայցերը բավարարի դատարանը, այդ միլիարդները որտեղից եք տալու։ Դուք խորը մտածել եք այդ ռիսկային քայլին գնալուց առաջ։ Առանց այդ էլ ձեր օրոք մեր արտաքին պարտքը 7 տարում կրկնապատկվեց։ Եղիշե Կիրակոսյանի պես խելացի, պրոֆեսիոնալ իրավաբանի շնորհիվ էինք դատական հայցերը շահել եւ շատ հակընդդեմ հայցեր մերժվում էին։ Հիմա ինչ է դուրս գալիս։ Ամեն գնով խաղաղության պայմանագիր կնքելու, ձեր ձգտմանը հասնելու համար պատրաստվում եք Ալիևին գոհացնել, հետ կանչել մեր դատական հայցերը եւ արդարացնելու եք, թիկունք եք կանգնելու պատերազմի հանցագործ մեր թշնամուն։ Պարզ է, եթե նման մտադրություն չունենայիք, պարզ է, որ Եղիշե Կիրակոսյանը երբեք հրաժարական չէր տա եւ դուք էլ հրաժարականի դիմումը չէիք ստորագրի։ Փաստորեն օգնում եք հանցագործին, մեր թշնամուն, որ պատասխանատվություն չկրի հազարավոր մեր զոհերի, Արցախի հայաթափման համար։ Պատրաստվում եք, հետ կանչեք, չեղարկեք դատական հայցերն անգամ առանց նախնական երաշխիքի, որ 3 տարի 5 կիլոմետր Հայաստանի Հանրապետության հողում խնամատավորված ազերի զինվորներին Ալիևը դուրս կհանի մեր սահմաններից, թե ոչ։ Այն դեպքում, երբ ինքներդ էլ վստահ չեք եւ վերջերս ներքին լսարանին հիշեցնում էիք, որ էսկալացիայի վտանգը մեծ է, լավ իմանալով, որ Ալիևի միակ նպատակը պատերազմով մեղրին վերցնելն է։ Իսկ եթե պատերազմեց, իմացեք, Սյունիքն ամբողջությամբ կգրավի եւ ձեռքը բռնող չի լինի։ Ալիևը հերթով ներկայացնում է իր պահանջները, որպեսզի էսկալացիայի դեպքում պատժից խուսափի։ Առաջինը Հայաստանի Հանրապետության դատական հայցերից հրաժարվելու, հետ կանչելու պահանջն է դնում իրեն ապահովագրելու համար։ Երկրորդ պահանջը սահմանադրությունից 2 կետերը հեռացնելն է։ Երրորդ պահանջը ԵՄ դիտորդներին հանելը։ Չորրորդ պահանջը լինելու է դարձյալ մեղրիի միջանցքը ստանալը։ Մերժման դեպքում կպատերազմի կամ էլ կպահանջի, որպեսզի վերահսկողությունն իրականացնի ադրբեջանական կողմը։ Մերժման դեպքում, քանի որ արդեն հանել է տվել ԵՄ դիտորդերին, կպատերազմի։ Այս է Ալիևի մշակ սցենարը։ Իսկ պատերազմելու դեպքում մեր դատական հայցերն արդեն լսելի չեն լինի միջազգային դատարանում, քանզի մենք դիվանագիտություն չունենք, ոչ միայն պատերազմում պարտվեցինք, այլև դիվանագիտորեն։ Պարոն Փաշինյան, ոչ թե պետք է մեր եղած դատական հայցերը հետ կանչել, չեղարկել, այլ նոր հայցով դիմել միջազգային Հաագայի դատարան, Հռոմի ստատուտի հիման վրա, որպես պատերազմական հանցագործի, գործ հարուցվի։ Ալիևը պետք է կանգնի դատարանի առաջ։ Նա Հայաստան պետությունն իրենով անելու մտադրություն երբեք հետ չի կանգնի եւ մեր ժողովուրդը հանգիստ խաղաղ կյանք չի ունենա։ Իսկ ձեր խաղաղության ձգտումները Ալիևի համար շանս է, որ նորանոր զիջումների գնաք։ Այս հոդվածում չխորանամ մանրամասների մեջ, քանզի վերջերս եմ 3 բաց նամակներով դիմել ձեզ ազգային հարցերին վերաբերող, YouTube-ում կան 3 վիդեոները։ Հիմա այս հոդվածի սառիթը հարգարժան Եղիշե Կիրակոսյանի հրաժարականն է, որ չկարողացա լռել։ Վերջերս հմեկով լսեցի ձեր թռուցիկ անդրադարձը Ալիևի դատական հայցերը հետ կանչելու պահանջի մասին, բայց ինչ իմանայինք, որ պետք է նման քայլի գնայիք։ Փաստորեն տնտղում էիք, թե ինչ արձագանք կունենա, որ կյանքի կոչեք։ Պարզ է, ձեր թիմը ձեզ չի հակառակվում, ժողովուրդն էլ արդեն հոգնել է եւ ձեր դեմ խաղ չկա։ Ալիևը Եղիշե Կիրակոսյանի պրոֆեսիոնալիզմը տեսնելով իրեն ապահովագրեց, որ Հաագայի դատարանի ճաղերի հետևում չհայտնվելու համար եւ դուք օգնում եք, պարոն Փաշինյան։ Հիշեցնեմ Տավուշի դեպքերը։ Սկզբում տարածեցիք, թե էսկալացիայի վտանգ
կա։ Շտապեցիք արագացնել սահմանագծումը եւ արդյունքում 4 գյուղ նվիրեցիք։ Հիմա էլ օրեր առաջ նորից եք մեզ հուշում, էսկալացիայի վտանգը մեծ է եւ ճանապարհը բացել խոստացաք։ Արդեն ձեր բոլոր գաղտնի քայլերը վերծանված են։ Մի ջանացեք էսկալացիայի վտանգը դրոշակ սարքած ահաբեկեք ժողովրդին, որ Ալիևի կապրիզները գոհացնեք։ Հեղափոխությունից առ այսօր դուք հայտարարում եք, որ չեք խառնվելու արդարադատությանը, դատական գործընթացներին եւ դատական ոլորտը ձերը չէ։ Ասեմ, որ հավատում եմ, եթե խառնվեիք, այսօր այսպիսի ամենաթողություն եւ ապօրինություն չէր լինի երկրում։ Անպատժելիությունը բերել է ամենաթողության հանցագործությունների աճին։ Հիմա հարց, եթե դուք մեր երկրի դատական գործերին չեք խառնվում, հանցագործները վխտում են, բա ինչ իրավունքով եք խառնվում Հաագայի ընդունած վճիրները չեղարկելուն։ Ինչ իրավունքով, ով է ձեզ նման մանդատով օժտել Կիրակոսյանի պես պրոֆեսիոնալ իրավաբանի շնորհիվ, դատական հայցերը շահած իրավաբանից եք ազատվում, որ կատարեք Ալիևի կապրիզները։ Ձեզ ով է նման մանդատով օժտել, ժողովուրդը։ Շատ չեք շահարկում ժողովրդին ձեզ տված ձայները, թաքնվելով ժողովրդի թիկունքին, ժողովրդի անունից հանդես եք գալիս եւ մարդասպան հրեշին օգտելու ձեռք մեկնում, որ մեզ խաղաղություն ողորմի։ Դեռ ինչքան եք իջեցնելու հայ ազգի արժանապատվության նշածողը ժողովրդի կամքին դեմ քայլեր անելով։ Հարկավոր է սոցհարցում անցկացնել, տեսնել ժողովրդի անունից այդ իրավունքը ձեզ վերապահված է, որ մեր թշնամու դեմ շահած հայցերը հետ կանչեք։ Չեղարկեք, փաստորեն արդարացնում եք մեր թշնամուն։ Հազարավոր մեր ջահելների թափած արյունն եք ուրանում, նրանց մայրերի աչքերը դեռ թաց են։ Այդ էլ ասեմ, որ դատական հայցերը ոչ միայն Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ ենք շահել, այլ այդ գործընթացներին մի ամբողջ թիմ է աշխատել նրա ղեկավարությամբ։ Տասնյակ իրավաբաններ իրենց մասնակցությունն են բերել Ադրբեջանի գործողությունները դատապարտող, մերկացնող։ Նրանց ելույթների վրա հիմնվելով են Հաագայի երդվյալ դատավորները Ադրբեջանին դատապարտող վճիրներ կայացրել հօգուտ հայկական կողմի։ Նորից հիշեցնեմ, մեր դեմ Ադրբեջանի ներկայացրած միլիարդների փոխհատուցման հակընդդեմ հայցերի պահանջի մասին։ Դուք այսօր մեր հայցերը չեղարկելով փոխհատուցման միլիարդները վաղը թողնելու եք ժողովրդի վզին։ Առանց այն էլ ձեր իշխանության օրոք արտաքին պարտքը կրկնապատկվեց։ Լավ, ԿՊ-ում մի հայրենասեր, արժանապատվություն ունեցող մի падգամավոր չկա, որ դեմ դուրս գա ձեր քայլերին, թե բոլորը վայելում են այս անպատասխանատու իրավիճակը, իսկ ընտրությունները սարերի հետևում չեն։ Մտածում եք, որ ժողովրդի մոտ մեծ հիասթափության ալիք է գեներացվում։ Գոնե բարեհաճեք ձեր էջի կոմենտները կարդացեք, թե մի երկուսը գրում են թագավորս, հզորս, միակս, իսկ ադմինները աշխատում են բացասականները մաքրել, բայց դժգոհողների պակաս չկա։ Ժողովուրդը դեռ համբերում է, բայց լռելը ճիշտ չէ։ Սխալ սխալի հետևից եք թույլ տալիս եւ այն էլ անդառնալի, որ ձեզանից հետո ոչ ոք չի կարողանալու շտկել։ 6 տարի իմ տասնյակ հոդվածներով, YouTube-ում, ստատուսներով ձեր թիկունքին կանգնեցի։ Սխալները տեսնում էի, լռում էի, մտածում էի թեմա չտամ ընդդիմությանը, սևեռվել էի ազգային խնդիրների վրա, բայց այդտեղ էլ ձախողեցիք։ Արցախի հայաթափվելը միայն արցախյան կողմի սխալները չէին։ Դուք օտարոտի մոտեցաք հարցին, այն պահից, երբ Շարլ Միշելը հորդորեց նշաձողն իջեցնել։ Այդ նշաձողն իջեցնելը չէր նշանակում Բախտիկը մահաճույքին թողնել արցախահայության ճակատագիրը։ Դուք չկարողացաք բանակցել, որ արցախահայությունը մնար իր հողի վրա, տեղահանված չլիներ։ Թող ապրեր իր հողի վրա եւ թեկուզ ստանար Ադրբեջանի քաղաքացիություն, տուն տնավեր չլիներ։ Շտապեցիք ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս եւ Ալիևի ձեռքերն ազատ արձակեցիք։ Անտիկ դարերից հայկական Արցախը համարեցիք 200 տարվա պատմություն ունեցող Ադրբեջանին է։ Դա էլ երևի հայոց պատմությունը չուսումնասիրելու ձեր չիմացությունից էր գալիս։ Ես ձեզ առանձին հոդվածով գրել էի, թե ինչ պետք է անեիք։ Ես տեսա, որ բացել եք վիդեոն, բայց նորից այսօր ձեր խոսույթում իշխող է Արևմտյան Ադրբեջան Ալիևի միֆը։ Իսկ երբ որոշեցիք հաշտվել Թուրքիայի հետ, որ բացվեն հայ-թուրքական սահմանը, եւ Ռուբեն Ռուբինյանը ստանձնեց բանակցել Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ, ես համակ ուշադրությամբ հետևում էի ամբողջ գործընթացին, տարիներ շարունակ ուսումնասիրելով թուրք ազգին, ես գիտեի, որ առանց նախապայմանի թուրքը սահման չի բացի։ Նույնը եղավ նաեւ Սերժի ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ 2009-ի հոկտեմբերի 10-ին։ Շվեյցարիայում կնքվեց հայ-թուրքական պրոտոկոլները, Թուրքիան ճանաչեց Հայաստանի տարածքային ամբողջականությունը, Հայաստանն էլ Թուրքիային է, այսինքն մենք պահանջատեր չենք, բայց այդ դեպքում
երկրորդ անգամ սահմանը չբացվեց, Թուրքիան պահանջեց վերադարձնել Ադրբեջանի 7 գրավյալ շրջանները։ Պրոտոկոլները չվավերացվեցին, հայ-թուրքական սահմանը չբացվեց, բայց 10 տարի այդ պրոտոկոլներն իրենց սև գործն արեցին եւ ցեղասպանության թեման սառեցվեց։ Իբր հայն ու թուրքը բարեկամացել են։ Սերժը միայն վերջում հետ կանչեց այդ պրոտոկոլները, քանի որ արդեն ասացի, ինձ համար ամենակարևորն ազգային հարցերն են։ Ինձ հանկարծակի բերեց ձեր քարոզը, որ Արարատը մեր սարը չէ, Թուրքիայինն է, եւ խիստ հրահանգեցիք, որ այսուհետև մեր ուղեղներում որպես ռոբոտներ արհեստական բանականությամբ առաջնորդվող Հայաստանի Հանրապետության ամենամեծ սարը Արագածը համարենք եւ Արարատը մոռանանք, եւ շտապեցիք պարեկների համազգեստի թևերին դաջել Արագած սարը։ Շատ չանցած հայտարարեցիք, որ հայոց պատմությունը ջնջենք, այնտեղ մութ եւ խավար է եւ նոր էջից գրենք հայոց լուսավոր պատմությունը։ Պարզ է, հայոց պատմության մեջ 1893-ից մինչև 1923-ը ցեղասպան թուրքը հայ ազգին իսպար բնաջնջման քաղաքականություն է վարել։ Արդյունքում կողոպտվել է Տիգրան Մեծից մեծ ժառանգած պատմական հայապատկան Արևմտյան Հայաստանը։ Սա արդեն Արարատն օտարելուց հետո Էրդողանին գոհացնող երկրորդ քայլն էր։ Իսկ Շվեյցարը հայ համայնքի հետ հանդիպմանը ինքներդ ձեզ գերազանցեցիք, կասկածի տակ դնելով հայոց ցեղասպանության իրողությունը, ճանալով ինչ որ թվեր խճճել, ռուսի գրպանը գցել, պատմության ընթացքը շեղել, նույնն էլ արեցիք ԱՄՆ-այցի ժամանակ հայ համայնքի հետ հանդիպմանը, երբ ժողովուրդն ընդվզեց, ՔՊԱ-ականները սկսեցին անհեթեթ պարզաբանումներ տալ, որ իբր ձեզ ճիշտ չենք հասկացել։ Իրոք, եւ այդպես ամբողջացվեց եւ բացահայտվեց ձեր ձգտումը սահմանները բացելուն միտված, որ հայ-թուրքական սահմանի բացման բանակցությունների հիմքում ընկած է հայոց ցեղասպանության հարցը ջրելը, որ մաքրեք Թուրքիայի ճակատից ցեղասպանի խարանը, մի բան, որ տարիներ շարունակ Թուրքիան հրեական լոբբիներին էր կաշառում, որ ցեղասպանության դատապարտման բանաձևերը ԱՄՆ կոնգրեսում վիժեցնեն։ Հիմա դուք եք ստանձնել ազգի թիկունքին նման քայլի գնալը։ Չմոռանամ ասել, որ թուրքը հային ոչնչացնելու համար նրան հետապնդել է գրեթե բոլոր հայ գաղթօջախներում։ 3 բաց նամակ գրեցի ձեզ այդ թեմայով, YouTube-ում մեծ հնչողություն ունեցավ։ Հիմա հարաբերական անդոր է տիրում։ Սահմանը դեռ բացված չէ այդքանից հետո, քանզի Էրդողանն էլի նախապայմաններ ունի։ Դա էլ կրկին իր եղբայր Ալիևի առաջ Մեղրիի դռները բացելն է, որից ինքն էլ է օգտվելու։ Իսկ Ալիևը դեռ 4 նախապայման ունի, որ պետք է կատարեք, որպեսզի ստորագրի խաղաղության պայմանագիրը։ Դա էլ հարց է, նախքան պայմանագիրը ստորագրել Ալիևն իր զինվորներին կհանի մեր հողից, թե կխապի, կստորագրի, բայց չի հանի։ Հարցականները շատ են, իսկ դուք, պարոն Փաշինյան, մեծ ռիսկի եք դիմում։ Վիզ դրած ամեն գնով փորձում եք հասնել խաղաղության պայմանագրի ստորագրմանը, եւ ոչ մի երաշխիք, որ ստորագրելուց հետո այդ փաստաթուղթն Ալիևի համար լինելու է զսպաշապիկ եւ մեր սահմաններում խաղաղությունը տիրելու։ Նա այդ փորձն ունի արդեն, ինչպես խախտեց 1994-ի Բիշքեկյան զինադադարը, որով Արցախի հարցը պետք է լուծվեր Մինսկի խմբի գլխավորությամբ, խաղաղ բանակցությունների շրջանակներում, բայց Ալիևը 2 անգամ պատերազմեց եւ վերջապես Արցախն իրենով արեց։ Այսօր չեմ կարող լռել, երբ պրոֆեսիոնալ իրավաբանը Եղիշե Կիրակոսյանը, ով Հաագայի դատարանում Հայաստանի Հանրապետության օգտին դատեր էր շահում, խաղաղության պայմանագիր կնքելու համար աշխատում եք կատարել Ալիևի բոլոր կապրիզները եւ հետ կանչել բոլոր հայցերը։ Մի օր էլ ԵՄ խաղաղապահներին կհանեք, հաջորդը սահմանադրության 2 կետերը կփոխեք։ Հիմա շտապում եք դատական հայցերը հետ կանչել, որի իրավունքը չունեք, իսկ Եղիշե Կիրակոսյանն իր հրաժարականով իրեն դրսևորեց որպես արժանապատիվ մեծատառով հայի, իսկական հայրենասերի, որպեսզի մասնակից չլինի եւ ջուր չլցնի թշնամու ջրաղացին։ Վերջում չմոռանամ ասել, միշտ փնտրտուքների մեջ եմ, երբ հանցագործը տան վրա է հարձակվում, նրան վնասազերծելը ինքնապաշտպանություն է համարվում, մտածում եմ, հիմա թշնամին 3 տարի է ներխուժել է մեր տուն, մեր երկիրը, եւ միթե այդքան անզոր ենք, տկար, չունենք այդքան ռազմավարական գիտելիքներ, որ ամեն գնով մեր երկրից դուրս շպրտենք ազերի զինվորներին, թեկուզ խորամանկելով, լավ նախապատրաստվելով ռազմական գործողությունների եւ շրջապակելով, գերի վերցնել մեր տարածքում գտնվող բոլոր ազերի զինվորներին, այլապես ինքն է հարձակվելու եւ ողջ Սյունիքն է վերցնելու։ Թող մեր գեներալները Սյունիքի ազատագրման մանրակրկիտ պլան մշակեն եւ հանկարծակի բերեն թշնամուն, շրջապակեն։ Մեկ է, առանց պատերազմի, առանց արյուն թափելու Ալիևը չի լքի Սյունիքը,
Սյունիքը ծախված է Քոչարյանի կողմից 1999-ի հուլիսին Հեյդար Ալիևի հետ սադարակում 4 ժամ տևած բանակցությունների ժամանակ, որտեղ Քոչարյանը գործարք կնքեց Լաչինը Մեղրիի հետ փոխանակելու, այնինչ ողջ Սյունիքն էր։ Մեզ թվաց, թե հոկտեմբերի 27-ով կանխվեց, բայց իրականում չի չեղարկվել, ինչպես Արցախն, այնպես էլ Սյունիքը ծախված է եղել։ Բա Քոչարյանն ինչու է իրեն պատեպատ տալիս, որ չբացահայտվի։ Տեսնում եք, պարոն Փաշինյան, ազգի թիկունքին թշնամու հետ գաղտնի բանակցելը ինչ անելանելի իրավիճակի առաջ կանգնեցրեց Հայաստանը եւ Արցախը։ Պարոն Փաշինյան, խորհեք ասածների շուրջ, հատկապես ժողովրդի հետ կիսվեք ազգային խնդիրներին վերաբերվող հարցերի շուրջ։ Ժողովուրդն է այս երկրի տերը, անկեղծ եղեք ժողովրդի հետ, ոչինչ մի թաքցրեք ժողովրդից։ Դուք պատասխանատու եք մեկ Աստծո եւ մեկ էլ ձեզ իշխանության բերած ժողովրդի առաջ։ Մի հիասթափեցրեք ժողովրդին, թշնամու ծառը ջրելու համար մեր ծառը մի չորացեք, առաջ մեր ծառը ջրեք։ Սոնա Արշունեցի, գրող հրապարակախոս, նյութի աղբյուր m.mamul.am